Ինչ եկեք երեխուն տանջում, որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Կալանավորված Արեգ Նազմանուկյանի 13-ամյա աղջկա հետ հոգեբան է աշխատում։ Մասնագետը ներգրավել է մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ երեխայի լավագույն շահից ելնելով։ Շուրջ 1 ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը։ Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանին կալանավորելու որոշումից բացի նաև արգելել էր 46-ամյա կնոջը շփվել հարազատների, ներառյալ 13 տարեկան աղջկա եւ 85-ամյա մոր հետ։ Նախկին падգամավորը կալանավորվեց հուլիսի 9-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Արեգ Նազմանուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Պարզ էր, որ դեռահասության տարիքում գտնվող երեխայի նկատմամբ չէր կարող դա բացասական հետևանք չունենար եւ հոգեբանը ներգրավել է։ Հոգեբանը ներգրավել է, երեխան այցելում է հոգեբանին, շատ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց նույնիսկ մենք ունենք արդեն իսկ դրված հոգեբանի եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն ստրես է պատճառվել, երեխայի մոտ առկա են որոշակի արդեն իսկ հոգեսոմատիկ դրսևորումներ կապված հենց այս կալանավորման եւ այս շփման բացակայությամբ։ Դուք չանդրադարձաք նրան, որ խափանման միջոց օգտագործվում է որպես տանջանք։ Չանդրադարձաք, որ դուք այդ երեխուն տանջում եք։ Երեխայի հասկանում եք, ինքը չի կարա մայրը սենց աչքով ինչ-որ մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանն ասի, չէ, այսպես փոխի ես քո ցուցմունքը, որ չասեն, թե դու շպիոն ես։ Արեգ Նազմանուկյանի դստեր հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև խորհրդարանում, պնդելով, որ երկրում արդարադատություն չկա, իսկ կալանքը իշխանությունն օգտագործում է իր ընդդիմախոսներին պատժելու համար, ընդդիմադիր падգամավորները բերում էին հենց Մանուկյանի 13 տարեկան երեխայի օրինակը։ Իդեպ, երբ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ընտրության օրը նախկիններին մեղադրում էր բռնաճնշումների մեջ, պատմելով, թե ինչպես հոր Կարապետ Ռուբինյանի կալանավորումից հետո ինքն իր 18-ամյակը նշել է առանց նրա, ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը հիշեցնում էր, որ հենց այսօր Արեգ Նազմանուկյանի երեխան զրկված է մոր հետ շփումից։ Իդեպ մի քանի օրից Մանուկյանի դուստրը կնշի իր ծննդյան 14-ամյակը։ Հիմա օրինակ կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու։ Իշխող ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասում էր, թե իհարկե ցավում է երեխայի համար, բայց միաժամանակ հիշեցնում էր, թե ինչի մեջ է մեղադրվում Արեգ Նազմանուկյանը։ Բայց նաև որպես падգամավոր հաշվի առնելով նաև ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման ուրեմն սանկցիա է մտածել, որոշել։ Փաստաբանը մինչդեռ հակադարձում է Արեգ Նազմանուկյանին միջին ծանրության մեղադրանք է ներկայացված, բայց անգամ ծանրագույն հոդվածներով մեղադրվող անձանց չեն արգելում շփվել երեխաների հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ ասեմ, որ Արեգ Նազմանուկյանը չի մեղադրվում պետական դավաճանության մեջ։ Արեգ Նազմանուկյանի մեղադրանքը ենթադրություն է այն մասին, որ ենթադրաբար որևէ պետական գաղտնիք հավանաբար փոխանցվել է Արեգ Նազմանուկյանի կողմից Անդրանիկ Թևանյանին։ Դա իր բովանդակությամբ հանդիսանում է միջին ծանրության հանցանք, եւ եթե նույնիսկ այդ միջին ծանրության հանցանքը տեղի ունեցած լիներ, ինքը իր բնույթով չէր կարող հիմնավորել երեխայի հետ արգելքի անհրաժեշտությունը շփման։ Անցած ամսվա վերջին մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելեցին կալանավորված Մանուկյանին, որից հետո ՄԻՊ-ը մոր հետ երեխայի շփման արգելքի հարցը բարձրացրել էր իրավասու մարմինների մոտ։ Խնդիրը սակայն առ այսօր հանգուցալուծում չի ստացել։ Ավելին, շուրջ 3 շաբաթ պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, ինչու վերաքննիչ դատարանում Արեգ Նազմանուկյանի գործն այդպես էլ չի մակագրվում որևէ դատավորի։ Պաշտպանները Մանուկյանի կալանավորման եւ սահմանափակումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին վերադաս ատյանում։ Դատարանը դիմումը ստացել էր դեռ հուլիսի 20-ին, բայց Մանուկյանի գործի նյութերը այդպես էլ վերաքննիչ չէին հասնում։ Փնտրվում է Արեգ Նազմանուկյանի բողոքը, որը դուրս է եկել եւ բողոքի նյութերը, որոնք դուրս են եկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից, առաջին ատյանի եւ այդպես էլ վերաքննիչ դատարան չեն հանձնել։ 2 շաբաթատանում բերում են։ Դուք էլ այդ գործի լուր վկաներն եք ու մեղսակիցներն եք։ Արդարություն! Արդարություն!
Այն բանից հետո, երբ այսօր Մայր Հայաստանի անդամները ցույց կազմակերպեցին դատարաններին վերահսկող բարձրագույն դատական խորհրդի առջև, պնդելով, որ այդ կառույցը նույնպես մեղսակից է 13-ամյա երեխայի տանջանքների համար, պարզ դարձավ, որ Մանուկյանի գործը 3 երեկոյան ժամը 8-ին մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ Այդ մասին ԲԴԽ-ից փոխանցեցին հենց ցույցի ընթացքում։ Իդեպ դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր ընդունել փաստաբանին, հորդորելով գրավոր շարադրել բողոքը։ Որ կգնաք տուն, ձեր 13-ամյա երեխաներին կտեսնեք, կհիշեք Արեգնաց Մանուկյանի երեխային, ամոթ, ամոթ,